Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Կարապետյան։ Տիկին Կարապետյան 30 տարվա մեջ եզակի այսպես բան է տեղի ունեցել առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենը հասնում է Հայաստան։ Նախ այստեղ շատ են հարցերը թե ինչու առաջին ռուսական ցորենը եկավ այն դեպքում, երբ խոսվում էր ղազախական ցորենի մասին, բայց ամեն դեպքում անցնենք ավելի կարևոր շեշտադրումների եւ հարցադրումների, օրինակ Օվերչուկը հայտարարեց, որ սա իրենց քաղաքականության արդյունքն է հարավային Կովկասում ունենալ կայուն խաղաղություն եւ նաեւ իրենց այդ աշխատանքի արդյունքն է երևում այս գործընթացի արդյունքում եւ նաեւ նման պնդում արեց Հայաստան Դաշնունքից Աննա Գրիգորյանը, որ այո, սա որևէ կապ չունի օգոստոսի 8-յան իրողությունների խաղաղության պայմանագրի համատեքստի հետ, սա անձամբ Վլադիմիր Պուտինի գործողությունների արդյունք է եւ անգամ այսպես Թրամփի հայտնի ուղին, Թրամփի ճանապարհը այսպես որակեց, սա Պուտինի ճանապարհն է, այսինքն այս հաջողությանը հասել է անձամբ Վլադիմիր Պուտինը։ Նախ հասկանանք իրականության հետ կապ ունի թե չէ եւ հետո նաեւ թե ինչու է ռուսական կողմը փորձում վերագրել իրեն այս հաջողությունը։ Գիտեք, նորմալ է, եթե Ադրբեջանի ղեկավարը, Ղազախստանի ղեկավարը, Ռուսաստանի Դաշնության ղեկավարը, Միացյալ Նահանգների ղեկավարը, այդ բոլոր այլ երկրների ղեկավարները, ներկայացուցիչները տեղի ունեցածը փորձեն վերագրել իրենց, ներկայացնել որպես իրենց դիվանագիտական, քաղաքական հաջողությունը։ Տարօրինակ է, երբ Հայաստանի Հանրապետության падգամավորը այդ հաջողությունը վերագրում է ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականությանը, դիվանագիտությանը, մեր ջանքերին եւ նույնիսկ մի մասնաբաժին էլ չի տալիս այդ ջանքերին, այլ դրանք վերագրում է Ռուսաստանի Դաշնության, ընդ որում մի հավելյալ շեշտադրմամբ, որը չենք տեսնում պարոն Օվերչուկի ասացի մեջ, նսեմացնելով մյուս կողմի, այսինքն Միացյալ Նահանգների ջանքերը։ Այդ տարբերությունը նկատենք, հա, որ պարոն Օվերչուկը իհարկե շեշտում է, որ սա ռուսական միջնորդության հետևանք կարող է լինել այն եռակողմ խումբը, որը կար աշխատանքային, հա, փոխվարչապետերի մակարդակում, դրա ընդգծումն է կատարում, բայց բառ անգամ չի ասում մյուս կողմի ջանքերը նսեմացնելու առումով, ինչ անում է Հայաստան Դաշնքի падգամավորը, բայց լավ կետում ենք այն իմաստով, որ փաստորեն մենք ղազախական ցորենին էինք սպասում, պարզվեց ռուսական ցորենը դրանից առաջ կարող է ընկնել եւ գալ հասնել Հայաստան։ Սա ինչի ցուցիչ է։ Սա նրա ցուցիչ է, որ այլևս տարածաշրջանում հերու մոտիկ բոլոր երկրները հաշտվել են այն մտքի հետ, որ խաղաղությունը եկել է եւ արդեն փորձում են այդ հանգամանքից գումար աշխատել։ Ղազախստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, այսինքն հիշում եք, չէ, բարերի շուրջ մի 2 ամիս վիճեցինք անխոչնդոտ, փոխադարձ առավելություններով, դա ինչ է նշանակում։ Ահա, խնդրեմ, անխոչնդոտ ցորենը, սկզբում ռուսական, շուտով նաև ղազախականը կհասնի, անխոչնդոտ անցավ եւ ոչ ոք չհետաքրքրվեց։ Գնաց քավարի ազգությունը, ում տեսավ ճանապարհին, ում չտեսավ, քար շպրտեցին, քար չշպրտեցին։ Եվ այդ փոխադարձ առավելություններն թունավորեց թե որ այն երկրները, որոնց տարածքով ցորենի թունավորման մասին առանձին խոսենք իհարկե, դրա հավանականության մասին, այդ միֆի մասին, բայց ուրեմն նաև այդ երկրները արդեն գումար են աշխատում։ Եվ դա լավ է։ Մենք էլ պետք է փորձենք նույնը անել Հայաստանի տարածքով տարանցում թույլ տալու ճանապարհով, ինչի պատրաստակամություն իհարկե մենք հայտնել ենք։ Տիկին Կարապետյան, եթե բոլոր կողմերին մի կողմ թողնենք Ղազախստանը, Ռուսաստանը, որ այո, Ադրբեջանը տարանցման հնարավորություն տվեց, ինչ է ստանում սրանից Հայաստանը, որովհետև գիտեք, այս առումով դիսկուսը օրեր շարունակ չի ավարտվում, նախ ասում էին, որ սա հավելյալ կախվածություն է Ադրբեջանից, սա այլ ընտրանք չէ, հիմա մենք արհեստական կախվածություն ենք ստեղծում, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է այդ ճանապարհը փակել եւ այդ ցորենը չհասնի Հայաստան, ցորենի թունավորման մասին այսպես լեգենդներ են պատտվում եւ այսպես շարունակ դիսկուսը չի ավարտվում։ Հիմա հստակ ինչ է ստանում Հայաստանի Հանրապետությունը։ Իրենք ասում են, որ իրենք դեմ չեն սահմանի բացմանը։ Երբ ասում են, որ դեմ չենք սահմանի բացմանը, չեն մտածում, որ սահմանները երբ որ բացում են, դա նշանակում է կախվածություն հարևաններից։ Արգումենտների հարցում պետք է ընտրենք, չէ՞, քանի դեռ չկար ապաշրջափակումը եւ ապաշրջափակումը ամենամեծ բանն է, որը Հայաստանը ստացել է այս իրավիճակում։ Նրանց արգումենտը այն էր, փաստարկային էր, որ դե մենք էլ դեմ չենք սահմանի բացվանը։ Հիմա սահմանները բացվում են աշճանաբար, քայլ առ քայլ, ընդ որում առաջինը տեղի է ունենում այն, ինչը մեզնից չէր պահանջվում։ Այսինքն դուք պատկերացնում եք, չէ՞, եթե առաջինը մեր տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան եւ այնուհետեւ Երասխով Երևան, հա, այդպիսի մի երթուղի բացվեր, ինչպիսի մեծ աղմուկ
կբարձրացնեն ընդդիմադիրներ, բարձրացեց առաջինը մեզ համար իրենց տարածքը Ադրբեջանը տարանցումը բացեց եւ հա ինչ պետք է մեկը ասեմ, sense մի քննադատություններ է հնչում, որ բայց չէ որ այդ գնացքը Ադրբեջանի տարածքից անմիջապես Հայաստանի տարածք չի, իսկ ինչու, որովհետեւ ռելսերը կերել են։ Ռելսերը, այսինքն իրենք ասում են ինչու՞ չի Ադրբեջանի տարածքից միանգամից Հայաստան մտե։ Ռելսերը չկան։ Եվ երկու տեղում ռելսերը չկան, հա։ Մեկը Հայաստանի հարավում, Մեղրիով անցնող երկաթուղու գծերը երբ են դրանք ապամոնտաժվել եւ վաճառվել որպես ջարդոն։ Այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանն էր Հայաստանը ղեկավարում, իսկ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր եւ անմիջական մասնակցություն է ունեցել այդ գործողությանը։ Մյուս կտորը, որտեղ ռելսերը չկան, Ղազախ-Իջևան հատվածն է, ասել են, չէ, մեջբերում ասում են, ինչու այդպես չի անցնում։ Մենք էլ շատ կուզեինք, որ անցնի, բայց այդտեղ էլ Հարավկովկասյան երկաթուղին պետք է ներդրումներ կատարել, այդ ռելսերը օրինակ վերականգներ եւ դա նույնպես չի արել։ Մենք դա կանենք, գիտեք, մենք դրան է կհասնենք։ Եվ ես չգիտեմ դրանից հետո անպայման մի նոր ֆանտաստիկ փաստարկ նրանք կմտածեն, թե այժմ ինչը նրանց ձեռք չի տալիս։ Իհարկե աբսուրդ բաներ են ասում են, պետք է ամեն ինչ միաժամանակ բացվեր։ Լսեք, վատ է, որ մեզ համար արդեն իսկ այն ճանապարհը, որը արդեն իսկ այսօր կա, իսկ դա փաստացի այնպեսին է, որ Ադրբեջանից գնացքը պետք է մտնի Վրաստան, որպեսզի կարողանա մտնի Հայաստան, դա արդեն իրականություն է դարձել, դա վատ է։ Դե ասում են օրինակ հիմա նաև քննարկվում էր թե դա ինչ է տալիս Հայաստանի նաև նրա համար էի հարցնում թե օրինակ հացի գինը կնվազի կամ այսպես այսպեսի հարցադրումներ կետենք եկե մենք այսօր արդեն քննարկում ենք հացի գինը ինչ լավ է մեր վիճակը որ մենք արդեն ուզում ենք նաև ինչը վատ չի իհարկե մարդիկ կարող են նաև մտածել բա էլ ինչ լավ բաներ կարող են Հայաստանի հետ տեղի ունենալ սա վատ քննարկում չէ բայց ես մեր ուշադրությունը ուզում եմ հրավիրեմ դրա վրա որ մի քանի տարի առաջ մենք առհասարակ մեր տարածքային ամբողջականությունը պահպանելու խնդիր էինք փորձում լուծել, իսկ այսօր մենք փորձում ենք հասկանալ արդյոք Հայաստան ներկրվող հացահատիկը կազդի մեր սպառողների գնվող հացի գնի վրա։ Սա լավ խոսակցություն է, ես սրանից ոչ մի խուսափելու բան չունեմ, բայց եւս մի երկու շեշտադրում, հա։ Նախ եւ առաջ ապաշրջափակում բայց սա նաև մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի ճանապարհին արվող քայլ է։ Այստեղ էլ ասենց փորձում են, չէ, արգումենտ անել, բա դիվերսիֆիկացիա, բայց Ռուսաստանից է ցորենը բերվում։ Բա հենց իմաստն էլ այդ է, որ երբ դու այլևս մեկ տեղից չես կախված քո ներկրումների հարցում ոչ միայն այլ տեղերից կարող ես ներկրել, իսկ ղազախական ցորենը իսկապես ճանապարհին է կհասնի, այլ նաև այն հիմնական կետը, որից կախված էիր, շատ ավելի պատրաստական է լինել համագործակցող, շատ այսինքն ինքը մրցակցության մեջ փորձում է այդ քո դիվերսիֆիկացված հնարավորությունների պայմաններում շարունակել պահպանել իր դիրքը, սա վատ է։ Իհարկե սա լավ է։ Ես օրինակ այսօր քաղաքասարակության ներկայացուցիչներից մեկի կողմից լսում էի քննադատություն, խորհրդարանական ընդդիմությանը մի կողմ ենք թողնում։ Լսում էի քննադատություն այդ առումով, որ սա չի կարելի դիտարկել դիվերսիֆիկացիայի տրամաբանության մեջ, որովհետև դիվերսիֆիկացիան կլիներ այն, եթե օրինակ Ուկրաինայից ցորեն ներկրվեր, բայց ռուսական ցորեն բերելը թեկուզ Ադրբեջանով դա չի կարող ընկալվել դիվերսիֆիկացիա։ Նայեք, խոսքը միայն ռուսական ցորենի մասին չէ, նաև ղազախական ցորենը, որը ճանապարհին է կգա։ Այլ բան, որ Ռուսաստանը ցանկացել է առաջ ընկնել եւ պահպանել իր որպես Հայաստան հացահատիկի ներկրողի գերակա դիրքը։ Հիմա Հայաստանը պետք է ասեր, չէ, չեմ ուզում այդ ուրեմն երկաթուղով հացահատիկը գա։ Մենք երբևէ մեր արժեվ նպատակ չենք դրել դիվերսիֆիկացիան իրականացնել, փակելով գործող լոգիստիկ հնարավորություններ։ Այդպիսի նպատակ Հայաստանի կառավարությունը, կառավարող ուժը չի հռչակել։ Դիվերսիֆիկացիա նշանակում է գործողի պահպանմամբ նոր ուղիների հայթայթում։ Եւ մենք սա արել ենք եւ պետք է տեսնել իրավիճակը այնպեսին ինչպեսին կա, բայց գիտեք, սա առաջի քայլերն են։ Իհարկե մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել, այո, ինչու ոչ։ Մի օր էլ Ուկրաինայից հացահատիկներ կրելու եւ ոչ միայն հացահատիկ։ Իհարկե դա ամենակարևոր ապրանքներից մեկն է երկիր ներկրվող, բայց նաեւ վառելանյութի առումով, հա, էլի շատ կարևոր ապրանքներ կան, որոնք մեր երկրի կախվածությունները մեղմելու համար են, բայց կրկին մենք երբևէ չենք հռչակել, որ մենք մեր գործող հարաբերություններին ի վնաս կամ դրանք բանանելու, հա, ինչ որ զսպելու
ճանապարհով ենք փորձում դիվերսիֆիկացիա իրականացնել։ Մենք բաց ենք ամեն տեսակի համագործակցության համար, լավագույն գինը, լավագույն ճանապարհը իհարկե կարող են առաջարկել, մենք էլ կդիտարկենք եւ մեր շահերի հաշվառմամբ առաջ կշարժվենք։ Եվ այս թեմայի շրջանակներում վերջին հարցս փորձեմ ձևակերպել։ Դուք ասացիք, որ Ռուսաստանը առաջ ընկավ եւ ռուսական ցորենը ավելի շուտ հասավ, քան ղազախականը։ Այստեղ որևէ միտում կար կամ որևէ քաղաքական ենթատեքստ կամ ինչ որ նպատակ, միտում, ժեստ։ Չեմ կարծում, տնտեսություն է, բոլորն էլ ցանկանում են, որպեսզի իրենց արտահանումը, իրենց երկրից արտահանումը, այլ երկիրներ կրումը չտուժի, լինի շարունակական, ձեռնտու, փոխադարձ, շատ նորմալ տնտեսական հարաբերություններ են։ Ես դա միայն դրական եմ գնահատում եւ ողջունում եմ այդ քայլը։ Իսկ այդ խոսույթը Պուտինի ճանապարհ, որը այսօր օրերս արտաբերեց Աննա Գրիգորյանը, դա կարող է օրինակ որոշակորեն գրգռել Միացյալ Նահանգներին կամ անձամբ Դոնալդ Թրամփին, որովհետև կարծես թե Դոնալդ Թրամփը առիթը բաց չի թողնում եւ ամեն անգամ խոսում է Թրամփի ուղու մասին, խոսում է այն մասին, որ իրենք պատրաստական են եւ այդ ճանապարհին պատրաստ են օգնել Հայաստանին դա իրականություն դարձնելու առումով։ Հիմա այստեղից հնչում է Պուտինյան ճանապարհի մասին։ Սա կարող իսկապես ինչ-որ զայրացնել եւ կամ հակառակ էֆեկտը տալ։ Թրամփը ասի, որ դե տեսեք, եթե ձեզ հետաքրքրում է Պուտինյան ճանապարհը, մենք մեր ձեռները լվանում ենք, Պուտինի հետ փորձեք ունենալ այդ ճանապարհը։ Իմ մտահոգության առարկան ոչ թե այլ երկրների ղեկավարների ասածները կամ, չգիտեմ, մտածածներն են, այլ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչի, իսկ ազգային ժողովի պատգամավորը ներկայացնում է ժողովրդին, մտքերի ընթացքն է, որտեղ ոչ թե Հայաստանի ջանքերն են գնահատվում։ Եվ առհասարակ սա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը նախորդիվ պնդում էր, որ մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացրել ենք։ Հիմա էլ փաստորեն փորձում է ասել, որ ոնց որ ի հեճուկս մեզ է Ռուսաստանը այդ ծորեն ուղարկել Հայաստան։ Այսինքն ինչ է տեղի ունեցել, մենք այդ ուղղությամբ ջանք չենք գործադրել, մենք այդ հարաբերության որակի վրա չենք աշխատել եւ ուրեմն Ռուսաստանը ծորենը ուղարկել է իր նախաձեռնությամբ։ Դա աղճատված նկարագիր է Հայաստանի եւ այլ երկրների հարաբերության եւ ոչ միայն աղճատված, այլ դրա դիտանկյունը Հայաստանը չէ ակնհայտորեն, հա։ Տիկին Գրիգորյանը այնպես էր խոսում, կարծես թե Դուշանբեում ներկա է եղել Պուտին-Ալիև հանդիպմանը, ասում էր, որ այդ հանդիպում տեղի ունեցավ, դուրս եկան, Ալիևը հայտարարեց, դուք այնտեղ եք եղել։ Ոնց կարող եք այդպիսի հետևություններ անել այդ հանդիպման մասին։ Իսկ մենք շարունակելու ենք իհարկե առաջ շարժվել մեր պայմանավորվածությունների շրջանակում, երբ երկաթգիծը կկառուցվի հարավով անցնող Հայաստանի եւ նաեւ Երասխի եւ Երևանի կապը, հա, երկաթգիծը դեպի Նախիջևան։ Դրանք էլ կգործարկվեն եւ ոչինչ չի կարող խանգարել այդ մեր այսինքն մենք մեր մասով մեր պարտավորություններն ու պայմանավորվածությունները պահելու ենք եւ այսինքն չենք կարծում, որ որևէ մեկը որևէ մեկ այլ կողմի ասացի պատճառով պետք է վրթովի եւ ասի եւ ես այլևս այդ հնարավորություն չեմ տեսնում։ Եվ գիտեք, իրականում տնտեսությունը եւ շահը իր ճանապարհը կգտնի։ Ի հեճուկս քաղաքական հայտարարությունների։ Եթե մի բան շահեկան է, այդ ճանապարհը կգործի եւ եկամուտներ կբերի բոլոր կողմերին։ Լավ։ Վերադառնանք խաղաղության օրակարգին, ձեր ուժը, քաղաքական ուժը պնդում է, որ խաղաղությունը արդեն կա, խաղաղությունը տարածաշրջանում է, խաղաղությունը պարզապես այսպես պետք է խնամել եւ իրեն աճեցնել, այսպես ասած։ Իսկ ընդդիմությունը պնդում է թե խորհրդանական ընդդիմությունը, ընդ որում թե արտախորհրդանական որոշ ուժեր եւ անհատներ, օրինակ այսօր ամենաթարմը Արման Թաթոյանն է հայտարարել, որ Ադրբեջանը ոչ միայն չի գնալու խաղաղության, այլ նաեւ նոր հարձակումների է պատրաստվում եւ այդ իր Հայաստանի վրա այդ ունեցած նկրտումները չեն պակասել դրանից, Ադրբեջանը այդ առումով նաեւ ռազմական բյուջեն է մեծացնում եւ այսպես շարունակ։ Այսինքն մի կողմից ձեր ուժը խոսում է, որ խաղաղությունը եկել է, մյուս կողմից խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ իրականում հակառակն է, Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման եւ նաեւ նրանց օգնելու է գալիս, այսպես ճակերտավոր ասած, Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնք այստեղ ավելի մեծ տարածում են գտնում, քան Ադրբեջանում, իսկ Ալիևը օրերս խոսում էր ռուսական կայսերական քարտեզների մասին եւ Սևանը անվանում օրինակ այլ անվանմամբ։ Ինչպես հասկանալ այս ամբողջ հայտարարությունները։ Հիմա խաղաղությունը եկել է, ճանապարհին է, թե գալու է։ Խաղաղությունը եկել է եւ մենք պետք է խնամենք այն։ Սա է ճշմարիտ նկարագիրը, այլ բան, որքանի որ մենք որպես անկախ պետություն մեր հարևաններից երկուսի հետ, Ադրբեջանի հետ առավել եւս Թուրքիայի հետ պարզապես փակ սահմանով խաղաղ ապրելու փորձառություն չունենք, մենք չենք եւ ունենք վատ փորձառություն, պատերազմներ, հա, մենք թերահավատ ենք։ Եվ իհարկե ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են մինչև ոնց որ չշոշափեն, չտեսնեն,
տևական փորձառություն չունենան խաղաղության, ամբողջովին հավատով չլցվեն, որ ահա այդ իրողությունը կա, բայց ես ուզում եմ մեր ժողովրդի ուշադրությունը հրավիրել մեր եւ մեր մյուս երկու հարևանների հարաբերությունների վրա, օրինակ Վրաստանի եւ Իրանի։ Խաղաղ ենք, չէ՞, ապրում մեր հարավի եւ հյուսիսի հարևանների հետ։ Արդյոք դա նշանակում է, որ այդ հարաբերություններում երբևէ քննարկման նյութ, հարց չի լինում։ Իհարկե դա չի նշանակում։ Լինում են հարցեր, որոնք փոխադարձաբար Հայաստանը, Վրաստանը, Իրանը միմյանց, եթե օրինակ կասկած են ունենում, փարատում են այդ կասկածը, շփումներ են, չէ, տեղի ունենում եւ այդ նպատակով։ Սա մի կողմ դնենք, նայենք մեր մյուս հարևանների միջև հարաբերություններին։ Օրինակ Ադրբեջանի եւ Իրանի միջև խաղաղություն է։ Ես կասեի, այո, խաղաղություն է։ Արդյոք երբևէ չեն հնչում փոխադարձ վատ ուղերձներ Թեհրանից Բաքու, Բաքվից Թեհրան։ Ավելին, հիշում եք, դեսպանատան վրա հարձակում եղավ, Ադրբեջանի դեսպանատան վրա Թեհրանում լարվեցին հարաբերությունները, Ադրբեջանում հաճախ բռնվում են Իրանի քաղաքացիներ մեղադրանքներով, որ նրանք տեղեկություններ են հավաքում լրտեսության մեղադրանքներով, հա, բայց ընդհանուր առմամբ խաղաղություն է, չէ՞, մեր երկու հարևանների միջև։ Ադրբեջանի եւ Վրաստանի հարաբերություններն այն խաղաղություն է, այո, խաղաղություն է, բայց հիշում ենք, չէ, սահմանազատման շուրջ մի քանի տարի առաջ լարվեց, քանի որ այդ սահմանը նույնպես սահմանազատված չէ, սահմանին կից եկեղեցու պատկանելության շուրջ բորբոքվեցին կրքերը։ Նույն ձևի, եթե նայենք օրինակ Վրաստան Թուրքիա հարաբերությունները, խաղաղություն է, չէ, խաղաղություն է, արդյոք ամեն ինչ հաշտ է, արդյոք օրինակ Վրաստանը միշտ գոհ է Թուրքիայի եւ Աբխազիայի միջև հաղորդակցության որոշակի արկայության հետ, նորմալ է դրան նայում, իհարկե ոչ, բայց կամ օրինակ նույն ձևի շղթան, այսպես ասած, փակենք, հա, Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները, խաղաղություն է, այո, խաղաղություն է, արդյոք այդ հարաբերությունները միշտ ամեն օր ամեն ինչ հարթ է, թե երբեմն Թուրքիան ու Իրանը միմյանց հետ նաեւ մրցակցում են։ Իհարկե, այս երկրորդ տարբերակն է ճիշտ։ Ուզում եմ ասեմ, մենք խաղաղության մասին երբեմն պատկերացում ունենք, թե դա սիրո հարաբերություն է։ Դա այդպես չէ։ Բոլոր երկրները անընդմեջ ամեն առավոտ արթնանում են եւ զբաղված են իրենց շահերի հետապնդմամբ։ Նայում են աշխարհում այդ օրը իրավիճակը, ինչպիսին է հացահատիկը, որտեղ է էժան, որտեղ է թանկ, որտեղից գնումներ կատարեն, սա պայմանական օրինակ եմ բերում, էլի։ Եվ այդ դիտանկյունից իհարկե այս հաստատված խաղաղությունը հատկապես իր նախորդ պատմության բերումով առավել մեծ խնամքի կարիք ունի, առավել մեծ խնամքի կարիք ունի, որպեսզի մենք հետ չգլորվենք դեպի այդ կոնֆլիկտային տրամաբանության մեջ եւ դինամիկայի մեջ։ Ձեր իշխանության բերած խաղաղության հանդեպ հատկապես այսպես անվստահություն ունեն նախկին ղեկավարները, վերջին այս առումով ամենաթարմ հայտարարությունը Սերժ Սարգսյանինն էր, որ ինքը որևէ խաղաղություն չի տեսնում եւ չի հավատում նաեւ ձեր բերած խաղաղությանը։ Որտեղ է այդ չհավատալու հիմքերը եւ նաեւ ինչու եմ ասում ձեր իշխանության, որովհետեւ իրենք ասում են, որ եթե իրենք կան, նույն Թաթոյանն ասում է, որ իրենք իրենց պայմաններով, իրենք իրենց կետից արժանապատիվ խաղաղություն, այսինքն իրենք այնպես չի հրաժարվում են խաղաղությունից, բայց իրենք գալու են եւ բերեն արժանապատիվ ճիշտ խաղաղություն։ Իսկ ձեր իշխանության բերած խաղաղության իրենք չեն վստահում։ Իսկ չգիտեմ ինչ նկատի ունեն իրենք արժանապատիվ ասելով։ Օրինակ, ես հիշում եմ, ասենք, բոլորս ենք այդ միջավայրում մեծացել, չէ, որ ոչ միայն մեր զինված ուժերում մեր զինվորները զոհվում էին հակառակորդի կրակից, դա տենց բան էր դարձել, մեր կյանքի անբաժան մաս էր դարձել, հա, 90-ականներ։ Պատերազմի ավարտից ի վեր մեր կյանքի անբաժան մաս էր դա։ Մինչև հենց զինված ուժերում, քանի որ մենք կոնֆլիկտի մեջ էինք, չենք կարողանում պատշաճ ձևով ռեֆորմներ իրականացնել, բանակը փակ էր որևէ մարդու իրավունքների դիտանկյունից բարեփոխումների նկատմամբ եւ նաեւ ոչ մարտական պայմաններում մեր զինվորները մահանում էին, ինքնասպան էին լինում, միմյանց վրա էին կրակում, սա էլ կոնֆլիկտի հետ մեծ կապ ուներ, որ մենք կոնֆլիկտի պատճառով չենք կարողանում օրինակ անդրադառնալ մեր զինված ուժերի բարեփոխումներին։ Դա էր խաղաղությունը։ Այդ պայմաններում ենք բոլոր, այսինքն ես առնվազն հիշում եմ իմ ամբողջ գիտակից կյանքը, մանկությունս։ Նաև այդ պայմաններում է անցել։ Դա է եղել իրենց պատկերացրած Ռոբերտ Քոչարյանն էլ էր պնդում անում, որ իր ղեկավարման տարիները ամենախաղաղն են եղել։ Իր ղեկավարման տարիները ամենաարյունալին են եղել։ Ամենաարյունալին են եղել։ Նաև ներ-հայաստանյան հարաբերությունների դիտանկյունը պետք է նայենք, չէ՞, չլուծված հակամարտություն ունենալը իր հետևանքներն է ունեցել նաև Հայաստանի ներսում։
մեր ներքին հարաբերությունների որակի վրա, երբ լրացվում էին բոլոր ձայները, որոնք մի հակառակ կարծիք կասեին, օրինակ ասեին, բայց չէ որ լավ հասկացանք հակամարտություն ունենք, բայց չէ որ մեր ինքնիշխանությունն ենք զոհում այդ հակամարտության ստատուս քվոն պահպանելու համար։ Սա մարդիկ նկատել են տասնամյակներ շարունակ, փորձել են ուշադրություն հրավիրել նրա վրա, որ լավ գործարանը գործարանի հետևից, կենսական ենթակառուցվածքի հետևից, գինենք չէ վճարում այդ ստատուս քվոն պահպանելու համար, մինչև ուր, մինչև որ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, հերթով այդ քայլերը որ արվում էին, մարդիկ փորձում էին դրան ուշադրություն հրավիրել, որ գուցե մի հատ քննարկենք այս ռազմավարությունը առհասարակ Հարավային Կովկասում մեր անկախ պետականության ճակատագիրը ինչպիսին պետք է լինի։ Այս ձայները լրացվում էին ամենակոշտ ձևով, իրենց պատկերացումը դա էր խաղաղության եւ արժանապատվության վերաբերյալ, դա բոլորովին որևէ աղերս չունի ոչ խաղաղության հետ, ոչ արժանապատվության հետ։ Ես համոզված եմ, որ իրենց պլաններում կա վերադառնալ այդ նախորդ դրվածքին, որտեղ իրենք ոնց բացատրեմ, հակամարտությունը, հարևանների հետ հարաբերությունները օգտագործում են չկարգավորված հակամարտությունը, օգտագործում են իրենց իշխանությունը պահպանելու եւ կապիտալ կուտակելու վրա։ Դա է ամբողջ այդ ընտանիքների պատմությունը, հասկանում եք, իրենց ծագման օրվանից եւ իրենց մինչեւ այսօր գործունեության ողջ հետագիծը դրա մասին է, հասկանում եք, առաջին պատերազմի ժամանակ վկայություններ կան, ընդ որում դրա մասին վկայում են դաշնակցականները, այն ժամանակ երբ իրենք դեռևս կոալիցիոն գործընկերներ չեն, դաշնակցականներն են վկայում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղ վառելիքի եւ զենքի ներկրման մագնատներն են եղել պատերազմի ժամանակ։ Այդտեղից է ծագել ուրեմն նրանց քաղաքական եւ տնտեսական գործունեությունը այդ ընտանիքների։ Իրենք դա են բաղձում վերադարձնել։ Եվ այսքան մեղադրանքները, որ հնչում են հանրային, գիտեմ, որ այս մեղադրանքը ուղիղ ձեզ չի ուղղված, բայց ձեր իշխանությանը իրավապահ համակարգին ամենակարևոր հարցը, որ վերջին տարիներին կա, այդ դեպքում ինչու են այս մարդիկ դեռ շարունակում մնալ ազատության մեջ։ Այդ հարցը։ Մյուս կողմից էլ իրենք են ասում, որ իրենք ենթարկվում են ռեպրեսիաների, բռնաճնշումների, իրենց են փորձում լրացնել, ինչպես դուք ասացիք, որ տարիներ շարունակ նրանք փորձել են լրացնել։ Հիմա իրենք եւ իրենց ուժերը ասում են, որ բռնաճնշումների են ենթարկվում, ընդդիմությունը այսպես 37 թվի այդ իրավիճակն է ստեղծել իրենց համար ընդդիմության եւ նաեւ իշխող ուժը իր ճանապարհը մաքրում է։ Ճանապարհը մաքրում է ինչ իմաստով։ Խորհրդանական ընտրություններից առաջ եթե ճանապարհը մաքրում է, ինչու՞ չի այդ ճանապարհը մաքուր։ Այդ մեղադրանքները միմյանց հակասում են, հա։ Ես այդ հարցերի ուղիղ հասցեատերը չեմ։ Այդ հարցերի հասցեատերն է իրավապահ համակարգը, դատական համակարգը, որոնց բարեփոխման ուղղությամբ մենք քայլեր անշուշտ անում ենք եւ կշարունակենք անել, բայց գիտեք, ես տենց սևեռուն միտք բան չունեմ, հա, ինչ որ մեր ժողովրդի կրած զրկանքների համար վրեժ խնդիր լինելու այն քաղաքական գործիչներից, ովքեր այդ զրկանքների սևեռուն չի իմ այդ միտքը։ Եվ ես կարծում եմ, որ մենք մեր հայացքը պետք է ուղենք դեպի ապագան, լավ, բարեկեցիկ, երջանիկ կյանք ապահովելու համար մեր ժողովրդի համար, իսկ մեր իրավապահ համակարգն ու դատական համակարգը կփորձենք բարեփոխել, ինչքանով որ կկարողանան հասցեագրել այդ անցյալի տեղի ունեցածը իրավական դիտանկյունից, որովհետև դե շատ ժամանակ է անցել։ Հիմա օրինակ այդ առաջի պատերազմի ժամանակ այդ նավթի եւ զենքի պատմությունը պետք է բոլորը դա անխտիր բոլորը գիտեն, ուզում եմ ասեմ, սա համաժողովրդական իմաստություն է, թե ինչ է տեղի ունեցել առաջին պատերազմի ժամանակ դրանից հաջորդող տարիներին, բայց մի բան է բոլորից դա իմանալը, մեկ այլ բան է, որ դա դատարանում պետք է ապացուցվի, եւ ես կողմնակիցն եմ, որ պատիժը վրա հասնի, միայն այն պարագայում, եթե մեր իրավապահ համակարգը կարողացել է հավաքագրել բոլոր ապացույցները եւ ապացուցել։ Ես այդպիսի երկրի մասին եմ երազում եւ այդպիսի երկրի կառուցմանն են ուղված մեր թիմի քաղաքական ջանքերը։ Եվ տարօրինակ չէ, որ օրինակ մեր իրավապահ համակարգից դժգոհություններ ունի եւ այդպես հանրային ձևով արտահայտվում է նաեւ Մարիա Զախարևան, օրինակ վերջերս խոսելով Վարդան Ղուկասյանի կալանավորման մասին, հատկապես այն մեղադրանքի մասին, որ Միութենական պետությանը միանալու հայտարարություն է արել, ասում է զարմանալի է, թե ինչու նույն Հայաստանի իրավապահ համակարգը չի գնում այն մարդկանց ետևից, ովքեր կոչ են անում միանալ Եվրամիությանը։ Օրինաչափ է Ռուսաստանից նման հայտարարություններ լսել իրավապահ համակարգին այսպես ուղղված,
Եվ նաև Լավրովի հայտարարությունները ինչի մասին են, սրանք կարող ենք սպառնալիք դիտարկել, թե պարզապես խանդի դրսևորում է, երբ ասում են, որ Արևմուտքը փորձում է իր դեստրուկտիվ դերը մեծացնել եւ իրենք ամեն կերպ հակակշռելու են։ Այսինքն երկու դեպքում էլ թիրախում Եվրամիությունն է եւ իրենք ասում են, որ բա ինչու այն դեպքում չեք արձագանքում իրավապահ համակարգ եւ մյուս դեպքում ասում են մենք կհակակշռենք։ Գիտեք, ես Տիկին Զախարովայի եւ պարոն Լավրովի հայտարարություններին շատ ուշով աչալուրջ հետևում էի այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում ապրում էին հայեր։ Դա ինձ համար կարևոր էր հասկանալու համար, թե ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի Ռուսաստանի խաղաղապահ ուժերը կատարեն այն առաքելությունը, որը իրենց վրա ստանձնել են Ռուսաստանի ղեկավարի ստորագրությամբ։ Այդ ընթացքում իսկապես ամեն հայտարարությունը, ասուլիսը հետևում էի։ Ցավոք, դա այսինքն մեր այդ փորձելը սինխրոն աշխատելը, մեր շահերի համադրման բառը շարժվելը չաշխատեց, չկատարեցին այն առաքելությունը, որը նրանք պետք է կատարեին, եւ Հայաստանն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեց եւ շարունակելու է ձեռնարկել, բայց սա ասում եմ այն ըմբռնմամբ, որ երբևէ այս ամբողջ ընթացքում մենք երբևէ դիտավորությամբ կամ նույնիսկ ոչ դիտավորությամբ որևէ քայլ չենք արել Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների դեմ եւ չենք էլ անելու։ Մենք մեր բոլոր հարևանների, անմիջական հարևանների, տեսեք Թուրքիայի, Ադրբեջանի, բնականաբար Վրաստանի եւ Իրանի հետ ունենք նորմալ բարեկամական հարաբերություններ, բայց նաեւ մեր հեռու հարևանների, Ռուսաստանի Դաշնության, տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ փորձելու ենք գտնել այնուամենայնիվ շահերի համադրման ճանապարհը, բայց եթե դա չստացվի եւ եթե դա չստացվի, դա բնավ մեր մեղքով չի լինելու, որտեղ մեր տրամադրվածությունն է լինել կառուցողական։ Մենք այլ ընտրանքներ պետք է փնտրենք, գտնենք, ապահովելու համար մեր պետության շահերը։ Սա է մեր պատասխանը, ուզում եմ ասեմ, այդ հնչող զանազան դատողություններին առ Գյումրու համայնքապետից մինչև Եվրոպական միություն, ասենք ինչ։ Իդեպ նաև ամենայն Ռուսիա պատրիարքի խորհրդականն էլ այսպես խոսում է, որ դուք ձեր լիազորությունները, այսինքն վարչապետը անձամբ իր լիազորությունները հատում է սահմանադրական, երբ իրենց բառերով ասած հարձակում է գործում եկեղեցու վրա, եւ մենք օրերս տեսանք նաև, որ Եզրաս Ներսիսյանը այնտեղ պարգևատրվեց Նևսկու անվան այդ շքանշանով, սա ինչ ժեստ էր, սա որևէ քաղաքական նաև ենթատեքստ ուներ, որովհետեւ մենք գիտենք, որ ընդամենը շաբաթներ առաջ վարչապետը ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր, որ Եզրաս Ներսիսյանը KGB գործակալ է եւ հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում Պուտինի ձեռքից պարգևատրվում է նույն մարդը։ Սա ինչ կարող է նշանակել։ Այս հարցադրումներին գիտեք ովքեր պետք է պատասխանեն։ Այն մարդիկ կան, որ ամենօրյա ռեժիմով ասում են, բան, այս կառավարությունը կատարում է, բան, Ադրբեջանի պատվերը։ Պետքա մի հատ հայտարարություն տարածեն, ասեն, մեր ներքին գործերին մի խառնվեք, չէ՞։ Եթե իրենք ուզում են, որ Հայաստանի ներքին գործերին ոչ ոք չխառնվի, պետք է դա իսկապես լինի ոչ ոք։ Այդ դիտանկյունից պետք է ասեն։ Իսկ եկեղեցու եւ KGB-ի կապի մասին ես կարծում եմ ամենաարժանահավատ վկայությունը այնուամենայնիվ տվել է Աջապահյանը իր հայտնի հարցազրույցի մեջ, երբ ասել է, որ իր համոզմամբ, այսինքն ինքը չի հերքում այդ փաստը, որ KGB-ն փորձել է ներդնել գործակալներ հայ առաքելական եկեղեցու մեջ, նրա սովետական շրջանում։ Նրա փաստարկը այն է, որ եկեղեցին կարողացել է այդ գործակալներին դարձի բերել, դարձնել քրիստոնյա եւ ոնց որ վերածել արդեն մեր եկեղեցու գործակալների KGB-ի ներսում։ Հիմա սա արդյոք միամտություն է, թե ինչ է, ես չէի ցանկանա կոնկրետացնել, որովհետեւ այնուամենայնիվ չգիտեմ, պարոն Աջապահյանի պարագայում չեմ կարող ասել, գուցե նա իսկապես այդքան միամիտ է, բայց էլի համոզված չեմ։ Ուզում եմ ասեմ, դա փաստարկը, մենք չենք դա ասում, ինքն է ասում, պարզապես կարծում է, որ այդ գործակալներին հայրաքելական եկեղեցին կարողացել է դարձնել հավատավոր եկեղեցական։ Պետք է հանգուցալուծվի այս խնդիրը։ Ինչպես մեր առաքելական եկեղեցին պետք է ծառայի իր նպատակադրմանը, այն է մեր ժողովրդի հավատացյալ մասի հոգևոր կարիքների բավարարմանը, բացառապես հոգևոր կարիքների բավարարմանը։ Եթե քաղաքական հայտարարություններ անի, կստանա քաղաքական պատասխաններ։ Գիտեք, այստեղ գործընկերները շատ տարբեր դիտանկյունից այս հարցին անդրադարձել են։ Ես ինձ համար, որպես օրենսդիր, մի շատ կարևոր ֆունդամենտալ հարց կա։ Մեր օրենքի պահանջն է, որ կրոնական կազմակերպությունները, իսկ հայ առաքելական եկեղեցին
բացի իր բացառիկ առաքելությունից մեր ժողովրդի անցյալում եւ ներկայում եւ մեր սահմանադրության մեջ ամրագրված, նաեւ կրոնական կազմակերպություն է գրանցված։ Մեր օրենքը արգելք է դնում կրոնական կազմակերպությունների նախընտրական փուլում քարոզչություն իրականացման դեմ։ Հիմա ինչ սպասենք մինչեւ այդ հանցագործությունը տեղի ունենա եւ դրան արձագանք լինի, թե այնուամենայնիվ քայլեր ձեռնարկենք, որպեսզի այդպես չլինի։ Ու սրա ներքո տրամաբանություն կա։ Ինչու են օրենքները արգելում կրոնական կազմակերպություններին մասնակցել նախընտրական քարոզչությանը, որ այդ օրենքը մենակ Հայաստանում չի, ամբողջ աշխարհում է այդպես, որտեղ դրա իմաստը այն է, որ Աստծո անունը տալով, վկայակոչելով չես կարող քննարկել տնտեսություն, արտաքին քաղաքականություն, հարևանների հետ դու չես կարող Աստծո անունը տալ եւ ասել, թե դա ինչն է Աստվածահաճո։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը, մյուս երկրների հետ հարաբերությունները, այն պարզ պատճառով, որ Աստված պարզապես այդպիսի մանր մարդկային խնդիրներով թերևս չի զբաղվում։ Այստեղ էլի Տիկին Կարապետյան, գլխավոր մեղադրանքը այն է, որ եթե ձեր իշխանությանը ուղղված մեղադրանքը նկատի ունեմ, այն է, որ եթե ամբիոնից խոսում եք KGB գործակալ լինելու մասին, դա քրեական հստակ վարույթ կարող է դառնալ եւ իրավապահ համակարգը կարող է դրանով զբաղվել։ Կամ փաստեր, թե չկան փաստեր, դրանք պարզապես այսպես հայտարարությունների մակարդակում են եւ եթե KGB գործակալ են նաեւ այդ հաջողությամբ ինչպես են ազատ ելումուտ անում այս երկիր։ Իհարկե, եթե իրավապահ համակարգը գտնի ցուցիչներ, որոնց հետևից պետք է գնա այդ ցուցիչների հետևից։ Ես պարզապես ուշադրությունը հրավիրում եմ նրա վրա, որ դա այնքան հանրահռչակ փաստ է, որ պարոն Աջապահյանն է դրա մասին խոսում։ Լավ, իսկ Նևսկու մեդալը ընդունել Վլադիմիր Պուտինից, այսպես ուրախանալ դրանով, մանկական ուրախությամբ, այսպես առանձնահատուկ։ Սա պարզապես ինչ որ ժեստ է այդ մարդուն, այդ հոգևորականին, թե այստեղ կա ավելի խորը։ Ես դա չեմ կարող մեկնաբանել, որովհետև իսկապես տեղեկություն չունեմ։ Անկեղծորեն տեղեկություն չունեմ։ Իրենց գործն է ում մեդալ տալ եւ մեդալ ընդունողի համար էլ իր գործն է ումից մեդալ ընդունել։ Այսինքն այդտեղ որևէ քաղաքական ենթատեքստ պետք չի փնտրել, որ Պուտինը դրանով ինչ որ ժեստ է փորձում ցույց տալ կամ ինչ որ տողատակեր կա այդտեղ։ Ես չեմ փնտրում։ Եվ հայ-թուրքական հարաբերություններից խոսեցիք, օրերս այստեղ Օրբելի ֆորումն էր, Կարոփալյանն էր նաև այստեղ պոլսահայ քաղաքական գործիչ եւ հայտարարեց, որ 2026 թվականին 26 թվականի սկզբին ավելի շուտ բացվելու է հայ-թուրքական սահմանը։ Այդ առումով դուք ինչ ինֆորմացիա ունեք եւ կարող ենք ենթադրել, որ 2026 թվականին մենք Թուրքիայի հետ կունենանք իհարկե ոչ լիարժեք բացման մասին է սահմանի, բայց բաց սահմաններ որոշակիորեն։ Ես էլ եմ լավատես եւ կավելացնեմ, որ մեր դիրքորոշումը այն է, որ սահմանը կարող է բացվել ամբողջությամբ եւ այսօր։ Իհարկե ուրախ կլինենք, եթե դա լինի առնվազն գոնե լինի 2026-ին եւ մեր նախորդ պայմանավորվածությունների իրագործումը, այն է երրորդ երկրների քաղաքացիների համար կամ բեռնափոխադրումների համար կամ մեկ այլ բան, բայց վերահաստատեմ մեր այն դիրքորոշումը, ցանկությունը, որ մենք կուզենք դա տեղի ունենա օր առաջ եւ ամբողջությամբ, այդ թվում նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Իսկ հայ-ադրբեջանական հարաբերություններում այս դրական դինամիկան կարող է որոշակիորեն դրական դինամիկայի բերել նաեւ հայ-թուրքական հարաբերություններում, որովհետեւ մենք գիտենք, որ դրանք որոշակիորեն փոխկապակցված են։ Գիտեք, դրա մասին էլ մեր մոտեցումը ոնց որ հակառակի մասին է։ Մենք կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կփակի մնացած բոլոր հարցերը։ Այն օրը, երբ Հայաստան-Թուրքիա սահմանը բացվի, դա կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստան-Ադրբեջան հաստատված խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Այս ազդեցության վեկտորը Հայաստանի դիտանկյունից այսպես է դրված։ Իսկ այդ ծորենի չափաբաժինը, որով մենք սկսեցինք հարցազրույցը հասնելով Հայաստան-Ադրբեջանի տարածքով, դա նաև ազդակ չէ Թուրքիայի համար, որ ժամանակն է այդ սահմանը բացել։ Այսինքն Ադրբեջանը սրանով նաև ինչ որ ձևով ուղիղ չի պատասխանում այդ հարցին։ Թուրքիան միշտ ասում է, որ հենց կարգավորվեն ձեր հարաբերությունները, այո, մենք էլ հաշվի կառնենք եւ մենք էլ այստեղ գործնական քայլերի կգնանք։ Այդ առումով համաձայն եմ, ամեն հաջորդ դրական քայլը հեշտացնում է մեկ այլ երկրի համար դրական քայլ անելու հնարավորությունը, մեծացնում է։ Մեկ էլ մի բան էլ է ուզում ասել հացահատիկի վերաբերյալ, շատ այնց տարբեր շարժումներ են լինում, մենք պետք է նաև նկատենք, որ Ռուսաստանից դեպի Վրաստան եւ Հայաստան առանձին երկաթուղային գիծ չկար, կա խորհրդայինը, որը կրկին Աբխազիայով է անցնում եւ հիմա չի գործում, բայց նախկինում էր, որպիսի Հայաստան հնարավոր լիներ Ռուսաստանից ներկրումներ անել գնացքով, պետք է այդ տարանցումը տեղի ունենար Ադրբեջանի տարածքով, հա, այսինքն այս պայմանով Հայաստան-Ադրբեջան
պայմանավորվածությունը շատ էական է այս դիտանկյունից։ Հակառակ պարագայում նախկինում էլ պետք է Ռուսաստանը իր ներկրումները կատարելու համար կարողացած լիներ, եթե նկատի ունեմ այդ հարաբերության բերումով է դա, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան այդտեղ ոչ մի դերակատարում չունի, պետք է որ կարողացած լիներ այդ ներկրումը անել, մինչդեռ դա այդպես չէ։ Եվ ուրեմն այս մեր ձեռք բերած պայմանավորվածությունների հենքի վրա է, որ Ադրբեջանը համաձայնել է, որպեսզի այդ տարանցումը տեղի ունենա իր տարածքով։ Իսկ երբ կկառուցվի երկաթուղին, կբացվի նաև անմիջական սահմանը։ Իսկ ժամկետներ կան այդ առումով, թե երբ կկառուցվի, երբ կունենանք արդեն լիարժեք բաց սահմաններ, թե այս առումով ժամկետներ նշելը անշնորհակալ գործ է։ Մենք պետք է շտապենք, մեր ցանկությունն է, որ դա տեղի ունենա օր առաջ, բայց գիտենք, որ ոնց ասեմ, եթե նույնիսկ փորձեմ ամենասեղմ ժամկետը ասել, երկաթուղի կառուցելը շատ ամիսների հարց է, եթե չասեմ տարիների, էլի, տարվա, տարի ու կեսվա։ Երկաթուղի կառուցելը աշխատատար եւ թանկարժեք բան է։ Եվ առաջին հարցս մայիսին մենք կարող ենք այստեղ տեսնել Եվրոպական համայնքի գագաթնաժողովը նկատի ունեմ, այստեղ տեսնել նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Իլհամ Ալիևին, որովհետեւ վարչապետն էլ այդ մասին հայտարարեց, որ պաշտոնապես նրանց երկուսին էլ հրավիրել է։ Կա նման հնարավորություն, դուք տեսնում եք շանս, որ մենք կարող ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնորդներին մայիսին հյուրընկալել Երևանում։ Ես կարծում եմ նման շանս կա եւ եթե մենք այցելում ենք Անկարա, Ստամբուլ, պետք է պատրաստ լինենք նաև հյուրընկալել հարևան երկրի ղեկավարին մեր երկրում տեղի ունեցող այդ կարևոր միջազգային ֆորումի ժամանակ։ Եվ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչ այդ ժամկետը հավանական համարում եք, որովհետև Ադրբեջանից մոտավորապես նման կարծիք հնչել է, որ քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, Ալիևը չի գալու Հայաստան, Երևան։ Այդ ժամկետում մենք կարող ենք ենթադրել, որ խաղաղության պայմանագիրն էլ կարող է ստորագրված լինել։ Թե սահմանի բացման պարագայում, թե խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում, արդեն տևական ժամանակ տարուց ավել Հայաստանը ասում է, որ այսօր, երեկ նույնիսկ այդ քայլերը կարող են կատարված լինել։ Հետևաբար եթե դա լինի ամենաառաջին հնարավոր դրվագը, որում ստորագրությունը հնարավոր կլինի, մենք ոչ չենք ասելու, չէ, չենք ուզում։ Պարզապես մեր ակնկալիքը այն է, որ հնարավորինս շուտ լինի։ Մենք ուրախ կլինենք, որ հնարավորինս շուտ տեղի ունենան այդ զարգացումները։ Շնորհակալ եմ, Տիկին Կարապետյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ, կհանդիպենք։